Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ըստ էության նախարարը ներկայացրեց ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, որը կապված է բանակի առաջին հերթին գրավչության բարձրացման, ծառայության գրավչության բարձրացմանը եւ դրանք ունեն հիմնական հենասյուներ։ Պարոն Բագրատյան, վստահաբար կարելի ասել, որ Պաշտպան Հայրենիա ծրագիրը կայացած է եւ ունի շարունակություն։ Շարունակությունը ուղիղ կապված է կրթական համակարգի հետ, կրթության հետ եւ ուսումնական մեր զորամասերի, թե ուսումնարանի, թե բարձրագույն կրթության շարունակության հետ։ Ատեստավորման process-ը անցավ իր փուլերը եւ հիմա էլի կապված բանակի ու ծառայության գրավչության հետ ինքը անցնում է հաջորդ փուլը, իսկ գրավչությունը շարունակական պետք է լինի, պայմանագրերը հնարավորություն կտան արդեն ընտրություն կատարել պայմանագիր ունեցող 5-ամյա ծրագրերում պայմանագիր ունեցող զինվորական մասնակցություն ընտրածներին ավելի գրավիչ պայմաններում շարունակել իրենց ծառայությունը, երբ որ ծառայության ժամկետը ավելանալով նրանք ըստ էության կյանքի ինչ-որ էտապում որոշում կայացնեն մնալ զինված ուժերում եւ իրենց գիտելիքները ծառայեցնել բանակի ապագա զարգացումների վրա։ Կարող եմ ասել, որ օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Սրանք իրավական հարաբերություններ են, որը նորովի նոր էջ է բացում բանակի գրավչությունը բարձրացնելուն։ Հանձնաժողովում ըստ էության ստացել է դրական եզրակացություն հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, կոչ եմ անում քվեարկել այս նախագծին, որը մեր զինված ուժերի համար նոր դուռաբացում բանակում մնալու եւ բանակում որակյալ ծառայություն շարունակելու համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։